Ուրիշի ընտանիքը սերիալում իրադարձությունները մտնում են նոր, առավել վտանգավոր փուլ, եթե մինչ այս սյուժեն կառուցվում էր ընտանեկան դրամաների, չներած ցավերի ու անցյալի մեղքերի շուրջ, ապա հիմա պատմությունը ստանում է մութ երանգներ, որտեղ վտանգը դառնում է իրական ու անմիջական։ Շատ շուտով սերիալում կհայտնվի նոր կերպար, որի մուտքը լիովին կփոխի գործողությունների ընթացքը։ Այս կերպարը կապված է նոր դայակի հետ, սակայն նրանց հարաբերությունը ամենևին էլ սովորական չէ։ Դայակի պահվածքն օր-օրի ավելի լարված է դառնում, նրա հայացքում հայտնվում է վախ, որը նա փորձում է թաքցնել թե Արշակից և թե Մագդայից։ Նոր կերպարի անունը Կարեն է, նրա հայտնվելը պատահական չէ։ Կարենը գիտի դայակի բոլոր գաղտնիքները, նրա անցյալը, այն ճշմարտությունները, որոնք կործանարար կարող են լինել ոչ միայն դայակի, այլև Արշակի ամբողջ ընտանիքի համար։ Կարենը չի խոսում շատ, բայց նրա յուրաքանչյուր քայլ հաշվարկված է։ Հեռուստասերիալի սցենարից մի փոքր հատված է հայտնվել համացանցում, որը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։ Արշակը իջնում է մեքենայից, Կարենը տանը շատ մոտ է կանգնած և հետևում է Արշակին։ Արշակը քայլում է, բայց կարծես ինչ-որ բան է զգում ու կանգնում, պտտվում է, շուրջը նայում, հայացքը փոխվում է, տպավորություն է, որ նկատեց Կարենին։ Կարենը թաքնվել է ու թաքնված տեղից նկարում է Արշակին հեռախոսով տան ֆոնին։ Արշակը ոչինչ չի նկատում և ներս է մտնում։ Լանան հաղորդագրություն է ստանում, նայում է, Կարենն է ուղարկել Արշակի նկարը և հենց տան մոտ ու գրություն. Մտածում եմ թողնեմ էլի ապրի, թե սպանեմ, որ սպանեմ մեր գործը կհեշտանա։ Լանան սկսում է դողալ, արագ մոտենում է պատուհանին ու զանգում է Արշակին. Արշակ, հա Լանա, Լանա, Արշակ, խնդրում եմ քեզ, շուտ տուն արի, ես ինձ վատ եմ զգում, չեմ ուզում Մագդան վախենա։ Արշակն անջատում է ու արագ վազում դեպի տուն։ Կարենը ծիծաղում է բարձր։ Հիվանդանոցի բակում են Ալինան ու Էլիզը։ Ալինան Էլիզին խնդրում է, որ գնա արևենց տուն, շատ եմ ուզում Մարևին տեսնել, համել էդ մարդուն շնորհակալություն ասել։ Էլիզն ասում է, որ փակի այդ թեման, Ալինան, հիմա տաքսի կգա ու մենք տուն կգնանք, վերջ։ Էլիզ, չես զգում, որ մի քիչ շատ ես ամեն ինչ խորացնում։ Էդո, ամեն ինչ շատ վաղուց ա խորացել, էդ ես չեմ խորացնում, էդ ինձնից չէ, գոնե դու պիտի հասկանաս։ Ինչի ա ինձ թվում, որ դուք մի բան եք թաքցնում, ասում է Ալինան։ Ավելի ճիշտ չի թվում, ես համոզված եմ Էլիզ, դու ամեն ինչ անում ես, որ ես ու Արևը չհանդիպենք, հենց լսում ես էդ երեխու անունը, ուրիշ մարդ ես դառնում, կասես որն ա դրա պատճառը, ինչ պետք ա արած լինի 10 տարեկան երեխան, որ դու քեզ սենց պահես։ Առաջիկա սերիալներն իսկապես լարված ու հետաքրքիր են լինելու։ Արշակն այս ընթացքում, ինչպես միշտ, փորձում է իր ընտանիքի համար ուժեղ լինել, նա չի էլ պատկերացնում, որ իր կյանքն արդեն դարձել է սակարկման առարկա։ Նրա տան լուսանկարը շրջում է մեկ հեռախոսում, որտեղ սպառնալիք է, իսկ ինքը շարունակում է ապրել իր սովորական կյանքով, չիմանալով, թե ինչ վտանգ է կախված իր գլխին, և հենց դայակին նա չէր վստահում, ինչու որոշեց ուղղակի նրան թողնել տուն։ Նրա անցյալը հավանաբար կրկին վերադառնում է, բայց այս անգամ ոչ միայն ցավով, այլ նաև մահվան սպառնալիքով։ Անպատասխան հարցեր, որոնց պատասխանները հեռուստադիտողները ցանկանում են իմանալ օր առաջ։ Ով է իրականում Կարենը, ինչու է հենց հիմա հայտնվել, ինչ կապ ունի նա դայակի անցյալի հետ և ամենակարևորը, ինչ կապ ունի նա Արշակի ընտանիքի հետ, եթե նրա թիրախը հենց Արշակն է։ Պարզ է միայն մեկ բան. Կարենը եկել է ոչ թե պարզապես վախեցնելու, այլ վերահսկելու, ստիպելու և հնարավոր է ոչնչացնելու։ Ուրիշի ընտանիքը սերիալում լարվածությունը հասնում է նոր մակարդակի, այստեղ արդեն խոսքը ոչ միայն ընտանեկան ճշմարտությունների, այլ մարդկային կյանքի մասին է։ Դայակը կանգնած է ընտրության առաջ, որը կարող է ճակատագրական լինել բոլորի համար, իսկ հեռուստադիտողին սպասում են սերիաներ, որտեղ յուրաքանչյուր դուռ կարող է բացվել վտանգի առաջ և յուրաքանչյուր գաղտնիք դառնալ մահացու։ Եվ մինչ կբացահայտվեն այս և այլ շատ հետաքրքիր գաղտնիքներ, միացեք մեր ալիքին, որպեսզի տեղեկացված լինեք շոու-բիզնեսյան անցուդարձի, նոր հեռուստասերիալների, հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների մասին և ոչ միայն։ Բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի բաց չթողնեք
Առաջինը տեղեկացված լինելու ձեր հնարավորությունը, իսկ հեռուստասերիալում իսկապես նոր զարգացումներ են սպասվելու, քանի որ Ալինան արդեն ցանկանում է տեսնել Արևին, կարծեք թե սառույցը կամաց-կամաց հալվում է, և այո, իսկապես, Արշակը կարծեք բավական մեծ գումար է տրամադրել Ալինայի բուժման ծախսերը հոգալու համար, քանի որ Ալինան ցանկանում է շնորհակալություն հայտնել այդ մարդուն, բնականաբար այստեղ ամեն ինչ խառնվում է կարծեք թե իրար, և շատ շուտով նրանք ստիպված են լինելու նայել միմյանց աչքերի մեջ, ինչ է սպասվում ապագայում ցույց կտա ժամանակը, արդյոք Էդոն կկարողանա ներել ու սիրել Մագդային, ներել Արշակին, քանի որ Արշակի պատճառով նրանք մեծացել են միայնակ ու բացի այդ նրանք իրենց հետ մեծացրել են նաև Ալինային, ով իսկապես ուներ մոր կարիքը, սակայն մայրը նախընտրեց տղամարդու հետ հեռանալ, դե ինչ, գրեք ձեր կարծիքները: